Եկել ենք ձեր տրամադրության ներկայ շնորհակալ եմ։ Սիրելի հայրենակիցներ, մեկնարկում է մեր երկիրը ուժեղ դարձնելու մեր հաղթարշավը։ Այսօր մայիսի 8-ն է։ 1992 թվականի այսօրը Արցախի ինքնապաշտպանական ուժերը իրականացնելով ռազմարվեստի պատմության մեջ բացառիկ մի սխրանք կարողացան ազատագրել հայոց բերդաքաղաք Շուշին։ 1992 թվականի մայիսի 8-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց վանքում, որը վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծելու արկերի պահեստի, վերստին հայերենով հնչեց հայր մերը։ Նորից վանքին վերադարձվեց մեր աղոթքը։ Եվ դա եղավ մեր ժողովրդի միասնության, պայքարի, ազնազոհության արդյունքում։ Այդ օրը ձևավորվեց Արցախի պաշտպանության բանակը։ Եվ ես ուզում եմ սրտանց շնորհավորել այս տարիների ընթացքում Արցախի պաշտպանության բանակում ժամկետային զինվորական ծառայություն անցած, իբրև պայմանագրային, սպա, գեներալ ծառայած մեր բոլոր հայրենակիցներին Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրվա առիթով։ Միահույսվելով հայրենական մեծ պատերազմում ողջ առաջավոր մարդկության, այդ թվում հայ ժողովրդի տարած փառահեղ հաղթանակի հետ այդ օրը 92 թվականից միշտ կոչվել է եռատոն, երեք փառքի, հաղթանակի, ազատության, փրկության եռատոն։ Չարամիտ զուգադիպությամբ ճիշտ այս օրը մայիսի 8-ին, բայց 2018 թվականին այս շենքում տեղի ունեցավ հայ ժողովրդի պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը։ Այդ օրը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամին դարձավ Հայաստանի վարչապետ։ Մի պահ հիշենք, թե ինչ էր ասում նա այս օրը, այս ժամերին 8 տարի առաջ։ Նիկոլ Փաշինյանի խոսքից ուղիղ մեջբերում։ Այսօր հայոց արժանապատվության միջնաբերդի Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձն է, եւ ես նախ ես առաջ ուզում եմ բոլորի շնորհավորել այդ դարակազմիկ եւ շրջադարձային հաղթանակի արդով։ Մեծ խորհրդանիշ կա նրանում, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը դե յուրե հաղթանակ պետք է արձանագրի հենց այսօրը, Շուշիի ազատագրման օրը։ Գիտեք ինչ էր ասում նա այսօր արցախցիներին։ Հիմա այս բարձր ամբիոնից որպես Հայաստանի ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու ուզում եմ սիրո եւ զորակցության ուղերձ հղել Արցախի հանրապետությանը եւ նրա հերոսական ժողովրդին։ Սիրելի արցախցիներ, համոզված եղեք, որ Հայաստանում տեղի ունեցած սիրո եւ համերաշխության հեղափոխությունը ոչ միայն որևէ վտանգ չի պարունակում, այլև նորանոր հնարավորություններ է բացում հայ ժողովրդի եւ Արցախի պետականության, Արցախի ժողովրդի եւ Արցախի պետականության համար։ Պատկերացրեք այս խոսքերի հեղինակը Արցախի ժողովրդին դարձրել է փախստական սեփական հայրենիքում։ Եվ այս ամենից հետո ով է հավատալու սրա խոսքին, ով է թույլ տալու, որ նա նորից տիրանա մեր ժողովրդի իշխանությանը, պատերազմներ, կորուստներ, աղետ, ողբերգություն բերի մեր ժողովրդին։ Այլևս ոչ ոք այդ հնարավորությունը նրան չի տալու։ Շարլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը։ Մուսուլմանական